Վանաձորի Տիգրան Մեծի համար 34 բարձրահարկում բռնկված հրդեհը փրկարար եւ հրշեջ ջոկատներին բավական կարճ ժամանակահատվածում հաջողվեց մարել եւ բարձրահարկից իջեցնել տուժածներին, որոնք պատգարակներով տեղափոխվեցին շտապ օգնության մեքենա։ Ուսումնական վարժանքի անցկացումը նախարար Մհեր Շագելյանը խորհրդանշական է համարում։ Սեպտեմբերի 4-ը փրկարարի օրն է։ Այն այս տարի նշվում է առաջին անգամ։ Ռոցի փրկարարների պատրաստվածությունը մենք նաև տեսել ենք մի որոշ ժամանակ առաջ, երբ Վանաձորում եւ Լոռու այլ բնակավայրերում ջրհեղեղներ էին եւ նաև տեսանք ոչ միայն մենք, այլև ազգաբնակչությունը։ Երբեք ոչ ոք չի կարող ասել, որ 100%-ով պատրաստ ենք, 100%-ով պատրաստ նշանակում է անընդհատ պատրաստվածության մեջ լինել։ Մասնագիտական տոնը լոռեցի 200-ից ավելի փրկարարները դիմավորում են լիովին պատրաստ։ Դեռ մեկ շաբաթ առաջ նրանք իրենց հմտությունն ու հնարամտությունը ցուցաբերեցին փրկելով 12-ամյա Նարեկ Լոռյանին։ Նարեկը հայտնվել էր դիտահորում, այնտեղից էլ ջրի հոսքը նրան տարել էր հարևան դիտահորը։ Կապանի հեռավոր թաղամասեր հասնելու համար ամուր նյարդեր են հարկավոր։ Միակ տրանսպորտային միջոցը, որ համարձակվում է օրը 2 անգամ կտրել 5-ից 6 կիլոմետր Կավարդ հասնելու համար, բազմակնիշի ավտոբուսն է։ Տաքսիները կամ հրաժարվում են գնալ, կամ կրկնակի եռակի անգամ շատ փող են պահանջում ուղևորներից։ Քաղաքապետի ընտրությունների ժամանակ թեկնածուները խոստանում են, որ ճանապարհների նորոգումը իրենց առաջնահերթություններից է լինելու, բայց խնդիրը մոռացվում է ընտրություններից անմիջապես հետո։ Այս տարի էլ հարցը չի լուծվի, բայց կապանցիները չեն սպասի այլևս տեղական ընտրությունների։ Պետբյուջեից 2010 թվականին հատկացվելու է 625 միլիոն դրամ, որից 450-ը նախատեսված է Կավարտի ճանապարհի նորոգման համար։ Այս ճանապարհը եղել է ոնց որ Ղարաբաղի համար Լաչինի միջանցքը։ Այս ճանապարհով էր սնվում մեր ամբողջ Սյունիքի մարզի կեսը, Ղափանը, Քաջարանը, Մեղրին։ Գագրայի շրջանի ավելի քան 7 գյուղերում բնակվող համշենահայերի համար ապրուստի հիմնական միջոցը դարձյալ գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ ու իրացմամբ զբաղվելն է։ Առևտուրը հիմնականում իրականացվում է ռուս-աբխազական սահմանից այն կողմ։ Գյուղացիներն ասում են, որ այդպես ավելի շահավետ է, գինը բարձր է, միակ դժվարությունը սահմանն անցնելն է։ Աբխազիայում բնակվող համշենահայերի մեծամասնությունը շարունակում է պահպանել իր ինքնությունը, ավանդույթներն ու սովորույթները։ Համշենահայերի բաները տրադիցիոննի երկերը, բարերը, ասենք, մի քիչ տարբերվում էին երևի անտանուր Հայաստանից, բայց շեշտվում են, որ ես հայկական օջախ է։ Համշենահայերին անհանգստացնում էր միայն հայկական եկեղեցու բացակայությունը։ 2 տարի առաջ Ցանդրիշում դրված խաչքարը խորհրդանշում է հայկական եկեղեցի երբևէ կառուցելու վայրը։ Գյումրիում նոր փողոց է կառուցվում։ Այդ նպատակով տարածքից հեռացվեցին որոշ վաճառասրահներ, նաև հատվեցին այստեղ գտնվող ծառերը։ Սա առաջ է բերել քաղաքի բնապահպանների դժգոհությունը։ Օրհուս կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանի կարծիքով ծառահատումներից հնարավոր էր խուսափել, իսկ քաղաքի գլխավոր ճարտարապետը մատնացույց անելով կառավարության հաստատած քաղաքի հատակագիծը նշում է, որ նոր փողոց ունենալու համար ծառահատումը անհրաժեշտություն էր։ Գյումրեցիներն էլ ուրախ են քաղաքի բարեկարգման համար, միայն թե չէին ցանկանա, որ դա լիներ կանաչ տարածության հաշվին։ Մեր դիտարկումներով այդ ճանապարհի անցկացման հատվածը ոչ մի կերպ չէր անցնում հատված ծառերի վրայով։ Այդ ծառերը, որ ասում են ծառեր, դրանք հիմնականում կոճղեր էին, որոնք վերաջած էին երկրաշարժից հետո այն ցուրտ մութ տարիներին, երբ որ հատվել էին ծառերը։ Տեղում աշխատող էքսկավատորը ածխի որոշակի պաշար է հայտ բերել։ Գյումրեցիներն էլ առիթը բաց չթողնելով այն կրում էին պարկերով, կատակելով, թե չկա չարիք առանց բարիքի։ Լոռու մարզում կայանալիք ՀՀ կառավարության արտագնան նիստի եւ մարզի զարգացման 2010 թվականի ծրագրերի հետ կապված հարցերը քննարկելու համար Ալավերդի այցելած փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Թումանյանի տարածաշրջանի համայնքապետերի հետ խորհրդակցություն անցկացրեց։ Արմեն Գևորգյանը նշեց, որ նախքան խորհրդակցությունը սկսելը Ալավերդու քաղաքապետից տեղեկացել է Ալավերդու տարածաշրջանի հիմնախնդիրներին եւ պատրաստվում է դրանք ներկայացնել կառավարության ուշադրությանը։ Ալավերդու քաղաքապետը առաջնային խնդիրներից է համարում տարածաշրջանում տուրիզմի զարգացման խթանումը, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգումն ու Ալավերդու համար աղբավայրի ստեղծումը։ 2010 թվականի համար նախատեսված բնապահպանական գումարների բնապահպանական մասը ամբողջությամբ տրամադրելու ենք աղբավայրի ստեղծմանը։ Դրա համար մենք խնդրեցինք, որ գումարները նույնությամբ մնան, որպեսզի մենք կարողանանք 2010 թվականից գոնե սկսենք աղբավայրի կառուցումը։
Շիրակի մարզի գրեթե բոլոր համայնքներում դժգոհ են հացահատիկի բերքահավաքից։ Հոռոմ գյուղի բնակիչներն ասում են, որ այս տարի իրենք ու կարկուտը ցորենի բերքը հավասարապես են կիսել։ Կարկտահարությունից 40-ից 50%-ի վնաս է կրել նաև Հովունի համայնքը։ Համայնքի ղեկավարը վնասների մասին համապատասխան արձանագրություն է կազմել եւ մարզպետարան ուղարկել, իսկ պետական մակարդակով որոշվել է ոչ թե դրամական կամ նյութական աջակցություն, այլ հակակարկտային կայանի ձեռքբերման մասնակի ֆինանսավորում։ Մինչ Հովունիում դեռ չգիտեն, երբ եւ ինչպես կտեղադրվի կայանը, Ազատան համայնքը սեփական միջոցներով տեղադրեց եւ գործարկեց հակակարկտային 5 կայան։ Ազատանցիները որոշել են, թանկից էժանը չկա։ Գյուղատնտեսական սեզոնն Արմավիրում շարունակվում է։ Այս շրջանում գյուղացու համար ամենակարևոր նախապայմանը ոռոգման ջրի առկայությունն է։ Գյուղացու համար խնդիրն այն չէ, որ ոռոգման ջրի սակավություն է նկատվում, այլ այն, որ մատակարարման կարգն է փոխվել։ Եթե նախկինում գյուղացիները ոռոգման ջուրը ստանում էին ըստ մշակվող մշակաբույսերի եւ այգիների համար նախատեսված ու հաստատված տարեկան վարձավճարով, ապա այս տարի վճարում է պետք կատարել միայն խորանարդ մետրի հաշվարկով, ինչը ըստ գյուղացիների ոռոգում իրականացնելը դարձնում է անհնար։ Լիտրաժը ձեր չի տալեմ, դրել էին այն վաղտ մեր ջուրը 10,000 դրամ, յոլա ենք ետեմ, համ իրանք են, յոլա ետեմ, համ եմ ենք։ Արմավիրի մարզում այս օրինակ կարգ սահմանվել է միայն Շենիկ ջրօգտագործողների ընկերության կողմից սպասարկվող տարածքում, որը ներառում է 7 համայնք։ Կարկուտն է, αλλά սրա նման մեջն էլ կա, ասենք խագերը ափսոսում ենք, որ քաղենք էլ, ասում ենք երևի կկարմրի, գոնե այդ կարմրին էլ մի բան կկարողանանք անենք։ Շնավանցու մտքով չէր կարող անցնել, որ գյուղում տեղադրված հակակարկտակայանը անզոր է լինելու փրկել բերքը։ Պատկերն ավելի ծանր է Շիրակի եւ Արագածոտնի մարզերում, որտեղ տեղացած կարկտահերթերից պտուղ բանջարեղենը կարելի ասել իսպառ ոչնչացավ։ Իսկ ապրանքային տեսքը կորցած եւ որակապես տուժած բերքը արմավիրցի հողագործի գլխին պատուհաս դարձավ։ Շուկայում անմրցունակ դարձած ապրանքը չընդունեցին նաեւ մթերող կազմակերպությունները։ Ողջ տարին հողի հետ կռիվ տված գյուղացին ստիպված դիմեց ծայրահեղ քայլի։ Ոչ մեկ չեն ընդունում, որ սա չի ընդունում, ես սրա մեջին որ տանեմ քաղաքացին կվեկալի, կառնի ինձնից։ Վնասի չափերն ուսումնասիրող հանձնաժողովների արձանագրած նյութերին մարզպետները պարբերաբար տեղեկացնում են գյուղնախարարին։ Նախարար Ալավերդյանն ասաց, որ կարկուտը, ինչպես նաև բնության այլ տարերքների հասցրած վնասի չափն արդեն հասել է 10 միլիարդ դրամի։ Այդ բոլորը հաշվառում, գույքագրվում են եւ ներկայացել են կառավարություն։ Մենք էլ ակնկալում ենք որևէ օժանդակություն, աջակցություն, օգնություն, թե ինչ կարգով կլինի, ասենք պարարտանյութի, թե քիմիկատների, թե սերմերի, թե գումարային, դեռ դա հստակեցման փուլում է։ Հողագործի ակնկալիքը սակայն ոչ այնքան աջակցություն է վնասը կրելուց հետո, որքան անկորուս բերք ստանալու երաշխիքը։ Գյուղատնտեսությունը կարկուտից պաշտպանելու համար կառավարություն 2008 թվականի սեպտեմբերին որոշում ընդունեց հանրապետության մարզերում հակակարկտակայաններ տեղադրել։ 6 մարզերում շուրջ 50 կայան արդեն տեղադրված է։ Յուրաքանչյուր կայանի համար պահանջվել է 10 միլիոն դրամ։ Թե ինչու հակակարկտակայաններ ունեցող համայնքներում չապահովվեց բերքի գոնե 50%-ը, Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահն իր պարզաբանումն ունի։ Կարող է լինել այնպիսի դեպքեր, որ նորից են կրկնում քամուշ գնության արդյունքում, ասենք ամպի արագ շարժվելու արդյունքում, կարկտի հատիկների մեծության շնորհիվ, ասենք ինչ որ տարածաշրջանում էֆեկտիվությունը տենց է ենթադրենք 80 հեկտարի վրա չի եղել 30 կամ 40-ի։ Գյուղատնտեսության նախարարն էլ ասում է, որ հիասթափվելու առիթ չկա, հակակարկտակայանների օգտակար գործողության գործակիցը առավելագույնի կհասնի այն ժամանակ, երբ այն ամբողջական ծածկույթ կապահովի, ընդգրկելով հանրապետության մշակովի ողջ հողերը։ Նախատեսվում է մինչև 2012 թվականը հակակարկտակայանների թիվը հասնել 250-ի։ Ամեն մի կայանը ըստ գործող կարգի հակում է, այսպես ասած, 80 հեկտար վարելահող եւ բնականաբար եթե մենք էլ հաշվենք, որ երկրում ունենք մոտավորապես 400-450 հազար հեկտար վարելահող, բնականաբար այս եղած տեղադրվածները դեռ շատ քիչ են եւ դրա համար այս տարի մենք ունեցանք այն պատկերը, որ բավականին լուրջ վնասներ է հասցրել կարկուտը։ Գյուղատնտեսության զարգացման հարցում եւ գյուղացին եւ գյուղմասնագետները կարեւորում են ապահովագրական ընկերությունների դերը, մինչդեռ վերջիններս իրենց վրա պատասխանատվություն չեն վերցնում խարխուլ ենթակառուցվածքներ ունեցող ոլորտում լուրջ ներդրումներ անել։